Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչու են օրինակ պետական պաշտոնյաները բարձր պարգևավճարներ ստանում, իսկ կառավարությունը շահագրգռված չէ բարձրացնել թոշակառուների կենսաթոշակը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է դրա հիմնավորումն այսպես ձևակերպել։ Եթե օրինակ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամ։ Պատկերացնում եք, ամբողջ պետական համակարգ, դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով եւ այլն։ Փաշինյանն ասում է, որ եթե ապրիլին պետական համակարգը աշխատավարձ չստանար եւ դրա արդյունքում թոշակառուի աշխատավարձը օրինակ 30,000 դրամից դառնար 31,500 դրամ, ապա Փաշինյանի ձևակերպամբ կեսաթոշակառուների 70%-ը այդ թոշակը չէր ստանա ֆիզիկապես։ Բայց այն համակարգը, որը պիտի այդ թոշակը A կետից հասնի B կետը, ուղղակի այդ համակարգը գոյություն չէր ունենա։ Լավ, մի ամիս կարող գոյություն ունենար, երկրորդ ամիսը գոյություն չէր ունենա արդեն։ Լավ, երկրորդ ամիսը գոյություն ունենար, երրորդ ամիսը գոյություն չէր ունենա վստահաբար, որովհետև ոչ մեկ չէր համաձայնվի առանց աշխատավարձի աշխատել։ Եթե համաձայնվեին առանց աշխատավարձի աշխատել, ուրեմն մի բան այն չի։ Ուրեմն ժողովուրդը պետք է մտածեր, թույլ տալիս է, որ իրանք առանց աշխատավարձի աշխատեն, թե թույլ չի տալիս։ Փաշինյանը մի հայտարարությունն էլ արեց աշխատավարձերի հետ կապված, չբացառելով, որ այն իր համոզմամբ աղմկոտ կդառնա։ Բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել։ Ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր չեն ստացել մրցունակ կրթություն։ Իսկ Հայաստանում մարդիկ այսօր են լավ ապրում, թե 7 տարի առաջ, Փաշինյանը հարց է տալիս ու ինքն էլ պատասխանում։ 2018 թվականի ապրիլին Հայաստանում միջին աշխատավարձը եղել է 173,996 դրամ։ 2025 թվականի ապրիլին 304,992 դրամ։ Միջին աշխատավարձի աճը կազմել է 130,000 դրամ կամ 75%։ Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում եւ ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով եւ ավելի լավ են ապրում շուրջ 50%-ով։ Այսինքն իրենց ապրածի կեսի չափով, եթե պատկերավոր նկարագրենք, ավելի լավ են ապրում։ Փաշինյանը միևնույն ժամանակ խոստովանում է, որ հրապարակած ցուցանիշներն այնպիսին չեն, որ մարդիկ Հայաստանում գոհ լինեն իրենց կյանքից։ Շատերն ուզում են ավելի լավ ապրել։ Փաշինյանը համարում է, որ կյանքն այնքան չի լավացել, որ կառավարությունն էլ գոհ լինի այդ լավացման աստիճանից։ Նրա ձևակերպմամբ կառավարության խնդիրն այսօր գոհունակություն ապահովելն է։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 2023-ից հետո հարցաքննվել է նախաձեռնված 3 վայրույթի շրջանակներում։ Լրագրողներին ասել է փաստաբան Ռոման Երիցյանը, շեշտելով, որ Շահրամանյանն ունի բացառապես վկայի դատավարական կարգավիճակ։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում Արցախի նախագահն արդեն 4 անգամ հարցաքննվել է։ Երիցյանը հաստատել է, որ այս վարույթը վերաբերում է Արցախի հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք զինամթերքը եւ սպառազինությունները թշնամուն հանձնելուն։ Ինչպես հայտնի է դարձել, նախաձեռնված է պատերազմի ժամանակ զինվորական ամբողջության եւ ռազմամթերք, զենք զինամթերք թշնամուն հանձնելու հետ կապված նախաձեռնված վարույթ է, որի շրջանակներում թե ինչ բովանդակության հարցեր է հնչեցնում Սամվել Շահրամանյանին կամ ինչ բովանդակության պատասխաններ է տրվում վերջին իսկ կողմից կամ ավելի մանրամասն տվյալներ ներկայացնել, ինչին է վարույթը վերաբերում, ես ցավոք չեմ կարող, որովհետև գործով վարույթն իրականացնող մարմինը, մասնավորապես քննիչը մեզ նախազգուշացրել է նախաքննության ընթացքում հայտնի դարձած ամեն մի տվյալ հրապարակելու անթույլատրելիության մասին։ ԱՄՆ վարչակազմը նախատեսվում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունները երկար չեն տևի։ Պետդեպի խոսնակ Թեմի Բրյուսի խոսքով նախագահ Թրամփը եւ պետքարտուղար Ռուբիոն սպասում են հստակ արդյունքների եւ ժամանակացույցի։ Նա ընդգծել է, որ գործընթացը ամիսներ կամ տարի չի տևելու։ Բրյուսը հավելել է, որ առաջընթացի դեպքում իրավիճակը կարող է փոխվել։ Ավելի վաղ ABC News-ը հաղորդել էր, որ Թրամփը հիասթափված է բանակցություններից, իսկ ռուսական կողմի առաջարկներում կան անիրագործելի կետեր։
Վրաստանում կփակեն ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը 17 տարվա աշխատանքից հետո կառույցը կդադարեցնի իր աշխատանքը հուլիսի 1-ից։ Վերակազմավորումից հետո տեղեկատվական կենտրոնը կտեղափոխվի Վրաստանի արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատ, հայտնել են գերատեսչությունում։ Ռուսաստանը 8 միլիարդ դոլար կներդնի Իրանում գազային նախագծերում, այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ Դեսպանը մանրամասնել է, որ 5 միլիարդ դոլար կտրամադրվի կոնկրետ պարտավորությունների համար, իսկ մյուս պայմանագրերի վերաբերյալ շուտով համաձայնություններ կկնքվեն։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ արդար համաձայնության հասնելու երկխոսության առաջխաղացմանը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատերազմի զոհ դարձած ուկրաինացի երեխաների հիշատակի օրը դիմելով աշխարհի իշխանություններին կոչ արել ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը։ Եթե հզորները չեն կանգնեցնում Պուտինին, դա նշանակում է, որ նրանք կիսում են պատասխանատվությունը նրա հետ։ Իսկ եթե նրանք ցանկանում են, բայց չեն կարողանում կանգնեցնել Ռուսաստանին, Պուտինը այլևս նրանց ուժեղ չի համարում։ Հետևաբար յուրաքանչյուր նոր ուշացմամբ Ռուսաստանը միջնամատ է ցույց տալիս ամբողջ աշխարհին, գրել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտնել է, որ Կիևը հրավիրվել է ՆԱՏՕ-ի հունիսի 24-ից 25-ը Հաագայում կայանալիք գագաթնաժողովին։ Նրա խոսքով դա կարևոր քայլ է եւ հանդիպմանը քննարկվել է նաեւ Ուկրաինային տրվող պաշտպանական աջակցությունը։ Զելենսկին ընդգծել է, որ Կիևը կենտրոնանում է հրթիռների հեռահարության ավելացման վրա։ Նա չի հստակեցրել Ուկրաինայի ներկայացվածության ձևաչափը, բայց նշել է, որ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան կքննարկի ենթակառուցվածքների հարցը գործընկերների հետ։ Թայլանդում Պակ-Չոնգ նահանգում փիղը մտել է տեղական խանութ, որտեղ կրեկերներ է կերել, ապա հեռացել։ Նշվում է, որ Պլայ Բիանգ Լեկ մականունով արու փղին բազմիցս հանդիպել են քաղաքում։ Նա մի քանի անգամ մտել է սննդի կետեր։ Ավելին, մթերային խանութը, որտեղ նկարվել է փիղը, գտնվում է Ազգային պարկի կողքին։ Մայիսի 30-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Սևան քաղաքի գործարանային փողոցի խանութի սեփականատերը եւ հայտնել, որ հաճախորդներից մեկն իրեն կեղծ 5000 դրամ է տվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կեղծ թղթադրամն իրացրել է Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի 19-ամյա բնակիչը, որը հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է արժանի պատասխան ստանա անկախ պաշտոնյայի դիրքից։ Նա նշել է, որ քաղաքապետարանը որոշ դեպքերում անհանգստություններ ունի, քանի որ նույնատիպ իրավիճակներում տարբեր իրավական մոտեցումներ են կիրառվում։ Կոստանյանի խոսքով կան դեպքեր, որտեղ իրենք համակարծիք են, սակայն կան նաև վիճահարույց իրավիճակներ։ Ռոսելխոզնadzորը հայտնել է մտահոգություն Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի, հատկապես ծաղիկների մատակարարման խախտումների աճի կապակցությամբ։ Այս տարի արձանագրվել է արևմտյան ծաղկային թրիպսներով վարակման 13 դեպք, բույսերի այլ տեսակներում նույնպես հայտնաբերվել են կարանտինային վնասատուներ, ինչը վկայում է արտահանվող ապրանքների նկատմամբ վերահսկողության թերի համակարգի մասին։ Ռուսական կողմը նամակով դիմել է Հայաստանին վերահսկողությունը ուժեղացնելու պահանջով։ Հակառակ դեպքում հունիսի 16-ին կմտցվեն ժամանակավոր սահմանափակումներ ծաղկային արտադրանքի ներմուծման վրա։ Մաշտոցի պողոտայից սկսվող հասարակական տրանսպորտի համար առանձնացված գիծը կհասնի մինչև Իսակով։ Մայրաքաղաքում երթևեկության կարգի մեծածավալ փոփոխությունների են պատրաստվում քաղաքապետարանում։ Այս մեկը շարքի գլխավորն է։ Տրամաբանությունը կանում է նրանում, որ հասարակական տրանսպորտը պետք է ունենա առավելություն երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ, եւ ավտոբուսային գծի ներդրումը հենց սրանով է պայմանավորված։ Սարյան փողոցն էլ առաջիկայում կդառնա միակողմանի Լեոից դեպի Բաղրամյան պողոտա ուղղությամբ միայն։ Տուրիստական հատված է, խցանումները շատ են, լավ չէ։ Սարյան փողոցի երկու հատվածում թույլատրել ավտոմեքենաների կայանումը, որի արդյունքում ավելացած գոտիները հնարավորություն կտան տրանսպորտային հոսքերի անընդհատության ապահովման համար։ Որպես հակառակ ուղղություն Սարյան փողոցին կհանդիսանա Մաշտոցի պողոտան։ Տարածքի բնակիչները մի քիչ ավելի երկար կվարեն մեքենան, որ տուն հասնելուն պես կայանը տեղի գտնեն։ Քաղաքապետարանում գիտեն այս մասին, բայց դե ավելացնելու են նաև թույլատրելի արագությունը, որ խնդիրը զուտ կիլոմետր լինի, ոչ թե րոպեն։ Տարիներ շարունակ վարորդները երթևեկելով տվյալ փողոցում ունեն ինստիտուցիոնալ հիշողություն եւ պլանավորում են իրենց ուղևորությունը կիրառելով այդ հիշողությունը եւ փոփոխության արդյունքում դեռ որոշ ժամանակ վարորդները շարունակում են կիրառել նախկինում գործող պրակտիկան եւ պետք է որոշակի ժամանակահատված, որովհետեւ վարորդները
իրենց վարելու ոճը փոխեն ըստ նոր սահմանված կարգի։ Եվ դրա համար էլ փոփոխությունները ամռան այս ամիսներին են գործարկում, երթևեկությունն անհամեմատ թեթև կլինի, հետո էլ երբ բնականon հունը վերադառնա, վարորդները քիչ թե շատ ավելի հեշտ կհարմարվեն։ Իսկ այդ դեպքում մշտադիտարկումներն ինչ են ցույց տալիս, արդեն առանձնացված տրանսպորտային հանգույցներում ինչ իրավիճակ է։ Վարորդները հաճախ բողոքում են, թե այդ գծերը խցանման առաջացմանն են նպաստում, որոշներն էլ այն կարծիքին են, թե ընդհանրապես չեն գործում դրանք։ Իրականում յուրաքանչյուր փոփոխության արդյունքում լինում են խնդիրներ, բայց կարող եմ միանշանակ նշել, որ ավտոբուսային գծերի ներդրումը ինքնին դրական ազդեցություն հասարակական տրանսպորտի աշխատանքի վրա իրականում տեսանելի արդյունք կա։ Երթուղին սպասարկող ավտոբուսները առնվազն մի քանի րոպե ժամանակ շահում են։ Միջազգային փորձագետներն ի դեպ Երևանին առաջարկել են որոշ փողոցներում ավտոմեքենաների շարժը ընդհանրապես արգելել ճանապարհը հետիոտներին զիջելով։ Այս տարբերակն առաջին հերթին հանրապետության հրապարակի համար են քննարկում։ Հրապարակում լինեն միայն քայլող մարդիկ, հեծանիվ ու ինքնագլոր քշողներ։ Բացառությունը միայն հասարակական տրանսպորտի համար է։ Շիրակի մարզի 7 դպրոց այս տարի մեկական շրջանավարտ է ունեցել։ Մեկն էլ Լեռնու գյուղի դպրոցն է։ Տխուր պատկեր է, ինչ խոսք, բայց խնդիրն ավելի խորքային է։ Ու ոչ միայն Շիրակի մարզում, այլև Հայաստանի մյուս մարզերում էլ է նկատում բնակչության պակաս, արտագաղթ ու ծնելիության նվազում։ Գյուղական կյանքը անհրապույր է դարձել, աշխատանքի հնարավորություններ չկան։ Որոշ դեպքերում նաև ծնողները երեխաներին տեղափոխում են մայրաքաղաք, կրթական ցենզը բարելավելու համար։ Պայմաններ չկա, գյուղատնտեսությամբ զբաղվելը կարծես թե այդքան էլ շահավետ չի, եւ կամաց տեղափոխվում են քաղաքներ, հիմնականում մայրաքաղաք։ Ցավոք սրտի շատերն էլ մայրաքաղաքից ուղղակի դուրս են գնում, երկիրն են լքում։ Իրավիճակն այնքան անմխիթար է, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում կիրառվում է բազմահամակազմ դասարանների ձևավորման կարգը։ Դրանք ձևավորվում է 1-ից 4-րդ, 5-ից 9-րդ, 10-ից 12-րդ դասարանների միջակայքում։ Այսինքն մի քանի դասարան միաժամանակ դասասենյակում պարապում են նույն ուսուցչի հետ։ Ըստ կրթության փորձագետի, չնայած բազմահամակազմ դասարանների մոդելի կիրառումը պետական միջոցների խնայման տեսակետից արդյունավետ է, այդուհանդերձ կրթության որակի ապահովման տեսանկյունից խնդրահարույց է։ Ուսուցիչը այդքան պրոֆեսիոնալ պիտի լինի, որ 45 րոպեվա ընթացքում համ առաջի դասանի երեխային դաս պարապի, համ երկրորդին, համ երրորդին, համ չորրորդին, ու հաշվի առնի նաև տարիքային առանձնահատկությունները, դա հնարավոր չի 4 տարբեր դասարանների աշակերտներին նույն առարկան դասավանդել 1-45 րոպեվա ընթացքում։ Ոլորտի փորձագետը կրթական գերատեսչության տրամադրած տվյալներն է վկայաբերում։ 2024-ի դրությամբ Հայաստանում հանրակրթական դպրոցների 26.7%-ը մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներն են Սյունիքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Շիրակում, Լոռիում եւ Տավուշում եւ այլն։ Եթե այսպես շարունակվի փորձագետների դիտարկմամբ, հեռու չէ այն օրը, երբ շատ դպրոցներ պարզապես կդադարեն գոյություն ունենալ։ Չէ՞ որ նախարարությունն էլ վերջերս առաջ բերեց դպրոցների խոշորացված ծրագիրը, ըստ որի մինչև 100 աշակերտ ունեցողները կմիավորվեն։ Դպրոցները մեր հատկապես բարձր լեռնային սահմանամերձ բնակավայրերում ունեն համայնքաստեղծ նշանակություն։ Դրա հիման վրա կազմավորվում է հենց այդ համայնքը։ Եթե մենք դպրոցը հանում ենք համայնքից, ըստ էության մենք դատապարտում ենք գյուղին ուղղակի դատարկվելու բնակավայրի։ Վերջին 5-6 տարվա ընթացքում Հայաստանում բնակավայրերի թիվը պակասել է։ Եղել է գյուղ, հիմա այդ գյուղում ուղղակի մարդ չի ապրում։ Կրթության քաղաքականությունը տանում է նրան, որ այդ դպրոցները միավորեն, փակվեն, մի քանի համայնքի համար ստեղծվի մի դպրոց, դրա խավոր ապացույցը նախարարի հրամանն է։ Ոլորտի փորձագետներն ահազանգում են, եթե կառավարությունը գործուն քայլեր չձեռնարկի ներքին եւ արտաքին միգրացիոն գործընթացները նվազեցնելու ուղղությամբ, ապա հարյուրավոր դպրոցներ առաջիկա տարիներին կփակվեն։ Հիշյալ բնակավայրերը որպես բնակավայր կդադարեն գոյություն ունենալ եւ արտագաղթի տեմպերը կաճեն երկրաչափական պրոգրեսիայով։ Մեկ գյուղ 3 սրբատեղի ուխտագնացությամբ է սկսվում օրը դեպի Ապարանի Վարդենիս գյուղ։ Առաջին կանգառը 7 վերք մատուռն է, կառուցված 12-ից 13-րդ դարերում։ Այստեղ գյուղի պատմությունն է ու ազդեցիկ հրաշագործ մատուռը։ Այս քարափի տակից դուրս է եկել 7 աղբյուր, որով հիմնականում սնվել է գյուղը։ Ու հենց այս հրաշագործ բուժիչ աղբյուրն էլ է խոստանում որդի պարգևել այն ուխտավորին, որը ձեռքը հոսող սառը ջրի տակ ամենաերկարը կպահի։
Սրբատեղին մարդկանց հոգևոր արժեքներին հաղորդակից դարձնելու նպատակով վերածնունդ հիմնադրամը հանձն է առել ամբողջ տարածքը ու բլուրը, որի վրա գտնվում է մատուռը, նորոգել ու բարեկարգել, պահպանելով դիմագիծը։ Հիմնադրամը այս տարիների ընթացքում մեծաքանակ աշխատանքներ է կատարել գյուղում Օթարի Հակոբյանի ու Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ։ Սա այն օրինակներից է, որ իսկապես եթե մենք բոլորս հասկանանք, որ պետք է խնամել հայրենիքը կկայանա։ Ինչ խորհուրդ ունի սա՝ միացման, հաշտեցման, ինքդ քեզ հետ, քո հավատքի հետ։ Ի վերջո քեզ փնտրելով, քեզ գտնելու, քո երկիրը միայն Երևանով չտեսնելու, ապարանի կոնկրետ Վարդենիս գյուղից մինչև մնացած գյուղերը ճանաչելու։ Գյուղում է նաև Սուրբ Նարեկ մատուռը, որը կառուցվել է փոքրիկ սրբատեղիի հիմքի վրա։ Մատուռի տարածքում տուն է եղել մի անկյունում սրբատեղին, որն էլ հայտնի է դարձել ավետարանի շնորհիվ։ Այն ի դեպ մի ընտանիքի է պատկանել, որի նախահոր անունը Պապե է եղել։ Գյուղացիներն էլ մետաֆորիկ Նարեկ համարել բուժիչ պատմությունների շնորհիվ։ Այդպես էլ ստացել է Պապեի Նարեկ անվանումը վերածնունդ հիմնադրամի շնորհիվ։ Ավետարանը գտնվելու գյուղ է բերվել։ Այժմ Սուրբ Գիրքը այս մատուռում է։ Շատ տարբեր տեղերից մարդիկ գալիս են այդ ուխտի օրը, որտեղ հավատացած են, որ գիրքը ունի հրաշագործ հատկություններ, բժշկող հատկություններ։ Ավանդույթի համաձայն այս տարի եւս օգոստոսի 3-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու պատարագից առաջ հավատացյալները հոգևոր դասի առաջնորդությամբ կշարժվեն դեպի Սուրբ Նարեկ մատուռ, որտեղից տարվա մեջ միայն այդ օրը դուրս կբերեն եւ Սուրբ Հակոբ եկեղեցի կտանեն հրաշագործ բժշկության ավետարանը։ Միայն այդ օրը հավատացյալները, տեղի բնակիչներն ու բոլոր հյուրերը հնարավորություն կունենան շփվելու գրքի հետ եւ իրենց աղոթքն առ Աստված բարձրացնելու։ Կլինի պատարագ, գիրքը կհանվի, եկեղեցական կարպետ գնում ենք այդ օրը, երկելով։ Սուրբ Հակոբ եկեղեցին նույնպես հիմնանորոգվել ու վերահսկվել է 2012-ին Արթուր Ջանիբեկյանի վերածնունդ հիմնադրամի շնորհիվ։ Օծումից հետո հիմնադրամը որոշել է եկեղեցու ներսում խորանի ամբողջ երկայնքով ներկայացնել Քրիստոսի կյանքը պատկերող 12 կտավները։ Ավետարանական գլխավոր թեմաները պատկերող ստեղծագործությունների հեղինակը Միքայել Հարությունյանն է։ Միքայել Հարությունյան պատրաստել է ֆանտաստիկ կտավներ։ Եվ եթե տեսնում եք այս ամբողջ եզրով, տեղերը թողնված է կտավի համար, ինքը տենց հավակնում է դառնալ հայկական Սիքստինյան կապել։ Հավատացյալները կարողանալու են այդ նկարների միջոցով Տիրոջ կյանքի ամբողջ ընթացքին հաղորդակից լինել, ծնունդ, մկրտություն, հրաշագործություններ, հետո մատնություն, խորթավոր ընթրիք ու բոլոր այդ տեսարաններն են լինելու մինչև խաչելություն եւ համբարձում։ Սուրբ Հակոբ եկեղեցու օրհնության արարողությանը պիտի մասնակցենք, այնպես որ շատ կուզեմ, որ ոչ միայն համայնքը մասնակից լինի, այլ նաև մեր ժողովուրդը ու կարևոր չէ հանրապետության որ տարածքից կգան։ Լույսից ծնված կտավների հանդիսավոր օծումը օգոստոսի 3-ին կլինի, իսկ ուխտագնացության ավարտին Սուրբ Հակոբ եկեղեցու բակում ներկաների հոգևոր աշխարհը Գեղարդ երգչախումբը հարստացրեց։